Ական 75 Ճակատագրական Ճակատագրի մասին բազմաթիվ կարծիքներ կան։ Որքան հայ, այնքան կարծիք։ Իմ կարծիքով ճակատագիր կոչվածը դեպքերի հաջորդականությունն է։ Մի տեսակ շատ խելացի ստացվեց, երևի միտեղ կարդացել էի։ Մենք հայերով նման թեմաների մեջ խորանալու համար միշտ էլ ժամանակ գտնում ենք։ Բա մի հատ չխորանանք, հասկանանք այդ ճակատագիրը որն է։ Ախպեր ոնց որ ճակատից գրած ըլնեն, ես էլ որերորդ անգամա նույն սխալը անում եմ, ասա քեզ պետք էր։ Շատ անգամ ճակատագրի մասին նեղն ընկնելիս ենք հիշում։ Մտքներովս չի անցնում, որ երբեմն մենք մեր ձեռքով ենք գրում մեր ճակատագրական տողերը։ Հա, տենց էլ պետք է լներ, քո ճակատագիրը էդ է։ Հələ ուշադիր նայի ճակատիս, գրածա դուրակ։ Ճակատագրի ամեն նոր պարբերության սկիզբ մենք ինքներս ենք գրում։ Սա իմ անձնական կարծիքն է, որի հետ հաստատ համաձայնվողներ կլինեն։ Ամեն մարդու ճակատի գիրը իր իսկ ձեռքով է գրված։ Ոչ ոք չի կարող ինձ ապացուցել, որ մարդը կարող է ճակատագրով կվադրոբեր ծնվել։ Սա տարօրինակ, բայց որոշում է։ Չիմացող մարդկանց համար ասեմ, կվադրոբերն այն կենդանին է, որին ժամանակին մարդու տեղ են դրել, իսկ եթե մարդը իրեն շուն է զգում, հետևաբար իրեն շան տղա զգալուց հաստատ վատ չի զգա։ Արտասահմաններից ինչ ասես կլսենք, բայց նման փորձեր կիրառելը մեզ հայերիս սազական չէ։ Մի արեք էլի, ծելեպուզիկներ ջան, ձեր ցավը տանեմ, ծելեպուզիկի չափ պատիվ ունեցեք, տուն պահելու եւ երեխաներին ուրախացնելու համար գոնե անիմատոր աշխատեք։ Կվադրոբեր, ախր դրած չես էլ կարա բշտես, մինչև ՄԱԿ-ի ասամբլեա լյալյաֆական են։ Արեսի կարողա կծի մծի։ Իրեն որևէ կենդանու տեղ դնելը մարդկության մեջ միշտ էլ եղել է։ Ուղղակի նախկինում հանդերձանք չկար, իրավաբանորեն պաշտպանված չէին եւ ընդհանրապես աշխարհը աբսուրդի հասնող երևակայական ցայտնոտի մեջ չէր ընկել։ Կենդանին դեռ ինչ-որ տեղ հասկանալի է։ Վերջերս եվրոպական մի քաղաքում փոլիսը երթևեկության կանոնները խախտած վարորդին ավտոբուսի ճանապարհով թեթև մարդատար վարելու համար տուգանել ու դատաստանի մեջ էր ընկել։ Ի վերջո հայցվորը հաղթել էր, քանի որ նա մեքենան վարելու պահին իրեն ավտոբուս էր զգացել։ Միտեղ մեկն իրեն ավտոբուս է զգում, միտեղ մեկն իրեն ավտոբուսի դիմապակուն ծեփված միջատ կզգա, բայց թող մարդ զգալու ձգտումը չկորցնեն կամ էլ մեզնից հեռու մնան, իսկ մենք մեզ հայ մարդ զգալուց բացի ոչ ռեսուրս, ոչ էլ իրավունք ունենք։ Այլ պատկերացումներով մեր ով լինելը չկորցնենք։